Սխալ, որի հասկանալու վրա 9 ամսից ավել ժամանակ եմ ծախսել, հիմա ձեր մոտ հարց կառաջանա, այդ ինչի մասին է խոսքը։ Այն սխալի մասին է խոսքը, որի պատճառով այն նմանատիպ խնդիրներ էր առաջանում, ու երբ որ դուք տեսնում եք, ասում եք, այդ մեքենան ուղիղ տեղը շուռ է գալու, ոնց ես դու սար գնալ։ Ու ես հասկանում եմ, որ ավտոտունը այդքան է շուռ չի գա այս պայմաններում, բայց մեկը այդ ամեն ինչը ոնց որ ես նախատեսել է, այդ ձևով չէր աշխատում։ Ու անիմաստ էր դառնում 0 տարսյուն մշակելը ստանալ, այդքան գիդրավլիկ համակարգ ստանալ, ու անընդհատ մտածում եմ, որտեղ եմ սխալ թույլ տվել, որ նմանատիպ խնդիր ունեմ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ օգտագործել են 0 տարսյուն, նմանատիպ խնդիր չունեն։ Ու կարծես թե գտել եմ այդ սխալը որտեղից էր գալի, ու ոնց հիշում եք նախորդ վիդեոից որոշել էի, որ նոր տարսյունային կապեր պետքա սարքեմ եւ կապի տեղերը պետքա տեղափոխեմ։ Անցած վիդեոյում մեկ կապը սարքել եմ, մնում էր երկրորդ կապի սարք։ Այդ երկու կապերը միասին սարքելու վրա 1 ամիս ամեն օր անընդմեջ աշխատել եմ, մինչեւ կարողացել եմ սարքել։ Ու արդյոք լուծվեց խնդիրը թե ոչ։ Ու եթե հիշում եք նախորդ վիդեոից ներկերել կաված ոչ պակաս կարևոր թեստավորում էի անցկացնում, որովհետեւ տեսնեմ թե ինչ տեսակ ներկեր եմ օգտագործելու ավտոտան համար։ Դե ինչ, հիմա գնանք տեսնենք ավտոտան ճոճը ուղղվեց թե ոչ ու ինչ տեսակ ներկեր ընտրեցի։ Բայց մինչև այդ ամեն ինչին կանդրադառնամ, ուզում եմ խոսել սխալվելու ինստիտուտից։ Եկեք ժողովուրդ ջան, մեր միջից անենք այն պահը, որ բոլորս sense պատրաստ սպասում ենք, որ մեկը ինչ որ մի սխալ բան անի, միանգամից այդ մարդի մատնացույց անենք, ասենք չկարացար անել, սխալ բան արեցի, այդ շատ վատ երևույթ է, այդ դեմոտիվացիոնում է մարդկանց, խոչընդոտում է նոր բան անելու։ Մի հատ նայեք, թե երեխան քանի անգամ ընկնում, կանգնում, սխալվում, մինչև սկսում է վազել։ Այնպես որ ոչ մի մասնագետ էլ միանգամից իդեալական մասնագետ չի դարել, բոլորն էլ սխալվում են, փորձում են, մինչև սկսում են այդ ամեն ինչի վրա սովորել ու շարժվել առաջ։ Այնպես որ սխալվելը շատ նորմալ երևույթ է։ Ու հա, ովքեր որ ինձ առաջ անգամ են տեսնում, ասեմ որ այս մեքենայի վրա հավաքում եմ շարժական տուն, ամբողջ պրոցեսները ներկայացնում ցույց եմ տալիս, եւ այս ավտոտան մասին պատմող 24-րդ վիդեոն է։ Ու հա, եթե այս ամեն ինչը հավանեք, չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը այստեղ ներքևից։ Իսկ հիմա գնացինք տեսնենք թե ինչ եմ արել։ Ուրեմն նախորդ անգամ հիմնական բոլոր դետալները տաշել ստացել է եւ մի տարսյունային կապը լիարժեք սվարտկե ստացել է, մնում էր երկրորդ կապի սարքելը։ Երկրորդ կապը սարքելու համար առաջին հերթին պետք էր հաստի թեղները ծաղկել կառոնկայով, ինչպես նաև պետք էր հաստ պրոֆիլ կտրել ստանալ դրա համար համապատասխան հիմք, որպեսզի արդեն երկրորդ կապի մնացած հաստ դետալները, որոնք որ տաշել ստացել էի, սվարտկեի ճիշտ իրա տեղը։ Մինչև երկրորդ կապը կսկսեի սվարկել, որոշում եմ բալգարկս մոդիֆիկացնել, որովհետև այս զոր բալգարկ էր, երբ որ միացնում էի, ոնց որ ձեռքիցս փախներ, դրա համար կա առանձին մոդուլ, որը որ կոչվում է պլավնի պուսկի մոդուլ, այդ դրանից եմ տեղադրում, բավականին հեշտանում է դրանով գործանել, ովքեր որ ունեն նմանատիպ բալգարկա, ունեն նմանատիպ խնդիր, կարող եք դրանից տեղադրել, միանշանակ խորհուրդ եմ տալիս։ Այդ մոդուլը նաև կարող եք տեղադրել պերինոսկայի մեջ, որ ցանկացած նմանատիպ սարք միացնելուց լինի պլավնի պուսկով, բայց փոքր բալգարկաների վրա այդ ամեն ինչը լավ չի աշխատում։ Բալգարկը մոդիֆիկացնելուց հետո արդեն անցնում եմ կապերի սվարտք անելու process-ին, որը որ բավականին երկար է տևում, նայում ենք sense մի հատ դետալ է, բայց իր վրա ահագին երկար սվարտկելու գործեր կար ու պետք է այդ ամեն ինչը այնպես անել, որ ոչ մի բան չծռվի, ամեն բան իր ճիշտ ձևով համաչափ ստացվի։ Ուրեմն այս սվարտկեցի ստացա, այս մի կողմը լավ լիարժեք սվարտկել եմ, հիմա սպասում եմ սառի տեղն առնի, նոր հետո այս մյուս կողմից կսվարտկեմ։ Այդ արվում է նրա համար, որ այս ինքը դեֆորմանալու է իր դիրքը ստանա, նոր հետո ըստ սրա այս մյուսը կսվարտկեմ, ստա պերեխվետ կքիմարա երևի կփոկեմ։ Մինչև այս դետալը կսառի, այստեղ այս օդի համակարգը հետ հավաքեմ տեղը, որ կարողանանք շենք փորձարկել։ Զարմանես ինձ արգելակման համակարգը բավական հեշտությամբ հետ հավաքեցի տեղը, անցած անգամ երբ որ քանդում եմ մի բան ոնց որ սրտից տար, արգելակման տրուբան գլավնի բաճակից չէի առանձնացրել, այլ ընդհանուր վերցրել դրել էի մի կողմ, չնայած մտածում էի կարողա օդ քաշած լինի մեջը, բայց չէ, լավ էր օդ չէր քաշել մեջը։ Արգելակները հավաքելուց հետո մի հատ էլ ստուգում եմ ամեն բան նորմալ է լինում, արդեն անցնում սառած կապի սվարտելու process։ Քանի որ սվարտկանելուց հետո ստանցքը դեֆորմացել է, սրանց ուրեմն շշաթոքներ եմ ուզել աղբորից ուղարկեց, հիմա սրանցով պետք է մեջում մաքրեմ, ստանամ հարթ մակերես, որ օսը մտնի դուրս գա, որտեվ լավ չի աշխատում։ Մեկ էլ ունեմ այսպես խոն, սարքա, որը որ բացում է ոտիկներով ու անցքի ներսը հավասար մաքրում է։ Հիմա փորձենք տենանք ինչա։ Ասեմ, որ խոնով այս գործը անելը անիմաստ էր, որովհետև ինքը էլ ավելի նուրբ գործեր իմանա նախատեսած, իսկ ստեղ այդքան նուրբ չէր, չնայած մի քանի միկրոմի շեղությունները ստացվել սվարտկանելուց հետո շուտով այդ ամեն ինչը ավելի լավ ստացվեց, բայց ասեմ որ ահագին երկար չարչարվել եմ, մինչև 4 դետալները իրար հետ հավասար կարողացել եմ դզեմ, որ օսերը մտնեն դուրս գան։ Կապերի բնիկների շեղվածությունը մաքրել վերջացնելուց հետո անցնում եմ օսերի վերջնականացնելուն, որովհետև շտոպորնի կորտումների պասատկեքը չէի անել։ Այս անգամ տոկարի վրան ռզբա անելու ձև էի տեսել միջուկով, դեմ է տալի ցենտրով, արդեն ինքը հեշտությամբ կենտրոնականում հանգիստ կարող ես ռեզբանես, թե չեն ես ձեռով անընդհատ կենտրոնից փախնում ծռվում է։
Ալից այդ կապված աշխատանքները վերջացնելուց հետո մեքենան եմ նաև առաջ հետև անում, որպեսզի ռաման ու բնակելի հատվածը իրար զուգահեռ կանգնեն ու կարողանամ արդեն կապերը ճիշտ տեղադրեմ։ Քանի որ հիմա կապերն եմ ուզում տեղադրեմ, այս կապերի տեղերն էստեղ է լինելու, այս մի կողմի այս հատակի թիթեղը պետք է անեմ, այն միատիկ փուչուրը պետք է անեմ, որ կարողանամ կապերը լավ ստվարտ կանեմ։ Հիմա սկսենք այս թիթեղների հանելուց։ Ուրեմն այս կապը ռամային կպցնել է, ոչ միայն ուզում եմ ինստրումենտով լինի, այլ նաև ստեղ ուզում եմ թիթեղ դնեմ, որ ռամայի կողքից նաև ձգվի թիթեղի միջոցով։ Հիմա դրա համար այս թիթեղը կկտրեմ սենց 22 սանտիմետրանոց կտրներ կստանամ ու պետք է այդ սվարկեմը ստեղ ու նաև ստեղ պետք է զագլոբքիքը հանեմ, որ կարողանամ վոլտեր գցեմ։ Կողքի համար նախատեսված ացիթեղները կտրում վերջացում եմ, որից հետո անցնում եմ ռամայի վրա զագլոբքիքի անելու process-ին, որը որ բավականին դժվար է կտրել հանելը։ Այդ ամենը անել վերջացնելուց հետո սկսում եմ թիթեղները սվարկել նոր կապերի վրա։ Հիմա մնացել է այս թիթեղը վերջնական սվարկեմ այս հատվածին, որ կարողանամ ձգեմ այնտեղ ռամայի վրա։ Ստեղ հիմնական սվարկել եմ C-ով, բայց ուզում եմ իմացնել էլեկտրոդով սվարկեմ, որտեղ երկուսը տարբեր ձև են աշխատում, տարբեր ամրություններ ունեն, դրա համար ոնց որ որոշել եմ համը տեղ եմ իրանցը։ Չնայած այս հատվածը սվարկելուց մենակ C եմ օգտագործել, ինքը շատ լավ C-ով սվարկել են, չգիտեմ, պետք է որ ոչ մի խնդիր չառաջանա, այս որ առաջանա շատ վատ կլինի։ Ստեղ ինչից եմ ուզում խոսամ, էլեկտրոդների մեջ ուրեմն կա մարկաների տարբերություն, հիմնական ամենատարածվածը 60-13 տեսակն է, սվարկելու ամրությունը մինչև 500 մեգապասկալ է, իսկ 40-18-ը մի 100 մեգապասկալ ավելի բարձր է։ CO-ին էլ է մի քիչ ավելի բարձր, քան 60-13-ը, CO-ին համարյա 70-18-ի չափ հասնում։ Ուղղակի էլեկտրոդով սվարտկանելու նյուանսն է, որ եթե ինչ-որ տեղ կեղտեր կա, CO-ն ավելի զգայուն է, էլեկտրոդը այդքան չէ, դրա համար որոշել եմ այս խորը հատվածները մի քիչ էլեկտրոդով անեմ։ Եթե ձեզ հետաքրքրեց ինքան մեգապասկալ է դիշ թվերից եմ խոսում, կոմենտներում գրեք, մյուս անգամ այդ հարցին ավելի մանրամասն կանոնադրնամ։ Ապերի կողքի թիթեղը սվարկելուց հետո արդեն մնում էր ինստրումենտ կեքի սարքելը։ Վերջապես չալարեցի ու ոնց որ նոր սյոմնիկ սարքեցի, այսենց, որպեսզի կարողանամ այս ինստրումենտ կեքի վրա ռեզբա անեմ։ Զալես գնաց այսքան ռեզբա հանելուց, որոշեցի տոկառով անեմ, որպեսզի համեմատաբար անվտանգ լինի, այս թուլ եմ թողում, այստեղ ստրախվշնի մի հատ մեխ եմ դնում, որ եթե ինչ մեխը կդրվի, տոկառը այդ արկածից մեջ պետք է զգոն եւ զգույշ լինել, որ ինքդ քեզ ինչ որ վնաս չհասցնի, որտեղ այստեղ այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ է։ Ռեզբա անել այս ամեն ինչով շատ ավելի հեշտ ստացվեց ու արագ, բայց ռեզբաները սկսեց ծամել, սկզբում մտածում էի, որ տոկառով պտտելուց է, հետո պարզվեց, որ նոր պրաշք եմ բռակել ու նմանատիպ խնդիր ունեցել էին նաեւ ծանոթներիցս որ օգտագործել են նոր պիրաշկը, կյանքում չէի մտածել, որ նոր պիրաշկեն կարող նման խնդիր առաջացնի։ Եթե դուք եք նմանատիպ փորձառություն ունեցել, կխնդրեմ կոմենտներում գրեք, հետո ստիված ամեն ինչ ձեռքով արեցի։ Ուրեմն ինստրումենտ կեքը պետք է մի քիչ տաքացնեմ, այս հատվածները լայնացնեմ, դրա համար այստեղ կտաքացնեմ, չեմ ուզում առանց տաքացնել լայնացնել, որովհետև կարող է այս հատվածներից ճաքի։ Անցած անգամ գարելկով եմ արել, այս անգամ այսպես մինի ռեզակ, մինի գարելկա ունեմ։ 3 սրանով պղինձել հալացրեցի, շատ լավ հալացրեց, երկաթ կտրել եմ 8 մմ հաստության, հիմա արդեն այս սրանք տաքացնենք, ծռենք։ Այսպես նոր խաղալիք ունեմ, շատ հավես գործիք է, ասում եմ, որ ավելի շուտ չեմ ունեցել, որովհետև լիքը տեղեր երկաթը պետք է տաքացնել ծռել, 8-ը ստացվում նորմալ անել են գազի գարելկով են մնականում ու դրանով ստենք հաջող թեյսացում։ Բոլոր ինստրումենտը ծռել եմ, մնաց էսի վերջինն է, այս հատվածը էլ ծռեմ, մեկ էլ այս մեջտեղի հատվածը հիմա պետք է դզեմ։ Ինստրումենտ կեքը սարքելուց հետո արդեն մնում էր պալամի կեքը դնել ռամայի վրա եւ ձգել, որ բավականին դժվար է ստացվում, քանի որ համ ծանր էր, համ տեղը ներվածք էր։ Այդ ամեն ինչից հետո արդեն երկրորդ պալամի կեքը պետքա սվարկկանեի բնակելի հատվածին։ Ուրեմն այսօր վերջապես արևը ու կարամ ոնց որ կապերը վերջնական սվարկեն բնակելի հատվածի վրա։ Այս դետալները մի քիչ ժանգոտել է այս նագարներից կմաքրեմ, նաեւ այս գլխավոր ռամայի մասերը կմաքրեմ, որ կարողանամ արդեն իդեալական սվարկեմ։ Անձրևը ինչու էր խանգարում, որովհետև CO սվարկանելու ժամանակ քամի պետքա չլինի, որ CO գազը անմիջապես գային կետում, որտեղ որ դու սվարկ ես անում, որտեղ կողքից քամին կարա CO-ն շեղի կամ այդ ընդհանուր սվարկի վանան սառի ու նորմալ չստացվի, եթե CO-ն շատ էլ անես, ու դրա համար ճիշտ է, երբ որ բացօթյա ես գործ անում, պետքա քամի չլինի։
Դրա համար հիմա այսօր այս սրանք կմաքրեմ, կփորձեմ տեղադրեմ, ստա սվարկեմ, մի մասը էլեկտրոդով եմ անելու, մի մասը ցեով եմ սվարկելու, որոշել եմ այդ երկուսը իրար հետ համատեղեմ, որտեղ էնել տարբեր ոնց որ հատկություններ ունեն, դրա համար ոնց որ որոշել եմ մեկի ուսին չթողեմ, որտեղ չնայած ցեով շատ լավ սվարկում եմ, բայց մեկը չգիտեմ ոնց է վերջնական արդյունքը, դրա համար իրականում ռենտգեն է պետք։ Նույնն էլ էլեկտրոդով։ Դրա համար կհամատեղի։ Հիմա դեռ մոտ հարկ առաջանա, թե ինչ եմ սվարկի որակի վրա այդքան կենտրոնացած, որովհետև սա ամբողջ բնակելի հատվածը հիմնականում հենված է լինելու այս երկու կետի վրա, ու դրա որակը պետքա բարձր լինի, որ մոտարապես 2.5 տոննա բեռը իր բոլոր ճոճերով ու լատոկներով կարողանա աշխատի։ Կենտրոնական պալեսներ կմիացնեմ, ու արդեն կարամ անցնեմ ստեղի սվարկը անելու։ Որ ամեն անգամ շատերի մոտ հարց առաջանում ոնց է բնակելի հատվածը բարձրանում վերև, ոնց է կապինգան բացում, ոնց է մեկը մյուսին չի խանգարում, հենց այս պալեցի անել մտցնելու միջոցով կարողանում եմ բնակելի հատվածը բարձրացնեմ վերև, հետո բացեմ կապինգան։ Բերի սվարկի հետ կապված մի հատ պապանյան խնդրում գալիս է, խորհրդակցում ենք ոնց անեմ, որ ավելի որակով ու ամուր ստացվի, որից հետո սկսում եմ սվարկել, որը այտենց բավական մինչև ուշ երեկո այդ ամեն ինչը անում եմ, որովհետև աղագին շատ այդ սվարկը անելու ու պետք է միշտ հիշել, որ այնպես է պետք անել, որ հանգարց չտաքանա ծռվի, որովհետև երկաթ տաքացնել սարելու դեֆորմանալու հատկություն ունի։ Ուրեմն այս կապերը սվարկել եմ, սենց ստացել եմ, այս հատվածները հնարավորինս լավ սվարկել եմ, ստեղ էսի ժամանակավոր եմ դրել քշել թեստավորելու համար, հետո այս կանեմ, ստե տակից ավելի լավ կսվարկեմ, նոր հետո այստեղ կփակեմ։ Ամենադժվար մասերից մեկը այս պալեսների հանելն է, հատկապես այս մի կողմին, էսի սարքելուց էլ ահագին դժվար է պալեցը գնաց իր տեղը։ Հիմա չգիտեմ ոնց եմ այդ հանելու։ Այդ պետք է անեմ, հետո հասկանամ ոնց եմ այս կապը ստեղից հանելու։ Երևի ստես կկտրեմ կամ էսի կկտրեմ մի ձև, չգիտեմ հələ։ Առաջին պալեցը համեմատաբար ավելի հեշտ դուրս եկավ, բայց քանի որ ես հիդրավլիկ ինչ որ համակարգեր չունեի ձեռքից տակ, փորձում էի ձեռքից տակ եղած դանգրատի միջոցով ստանալ լծակի էֆեկտ, որով որ կարողանայի այդ պալեցը դուրս քաշել։ Իրականում բավականին վտանգավոր է, դրա համար սենց կողքից եմ փորձում։ Պետք է միշտ անվտանգության կանոնների մասին մտածել, ճիշտ է, այս վտանգավոր բանի անում, բայց նախատենում է թե ժնջիլի լարվածության ուժը որ կոմա լինելու, դրա համար այնպես է կանգնում, որ եթե ինչ որ փոխվել մի բան լինի, ինձ չթռնի կպնի, ու միշտ պետք է հիշել, եթե ինչ որ մի տրոս կամ ինչ որ ժնջիլ լարված իրավիճակում է գտնվում, ինքը մեծ էներգիա է պարունակում, եթե կդրվի, ոնց որ կարա մեծ վնաս հասցնի։ Վերջապես էսի հանեցի, այսինքն հա ժնջիլ սվարկեցի, նոր կարացա քաշեմ անեմ, որ լիքը այսինքն ժնջիլ եմ կդրե, էսի եմ կդրե, քանի տեղից կդրվավ, ոչ մի ձևի չէր ուզում էսի դուրս գար։ Հիմա մնաց այս սրա ծետրից խաղանք, ստեղից անենք դուրս։ Ինչով ես մի կողմի կապներ կազատեմ, որպեսզի մեքենան կարողանամ քշեմ թեստավորեմ, որոշում եմ նաև ոչ պակաս կարևոր ներկերի հարցնել հասկանամ, որ ներքն եմ ընտրում, ինչ եմ անելու։ Ու ոնց հիշում եք, անցած անգամ մոտ 70,000 դրամի ներկեր էի առել, տարբեր տեսակի թիթեղներ էի ներկել, հիմա սենց կարճ հիշեցնեմ ինչ ներկեր ունենք։ Ունեմ 3-ը մեկում ներկեր, տարբեր գնային սեգմենտներից, որ խանութը ինչի գովացել են վերցրել եմ, 9700 դրամից սկսած մինչև 2200 դրամանոց ներկ ունեմ։ Հո հա, իդեպ մի ներկն էլ տուն է կար, այս հակակորոզիոն ներկեր, պարզվեց մի 3-4 տարի առաջվա ներկա, բայց բավականին լավ իրան դրսևորել է։ Ստեղ ունեմ ուրեմն կուդային ներկ փչովի, բոդի էբաքսիդային ու կիսլոտնի գրունտ ունեմ, նովոլիկ էբաքսիդային գրունտ ունեմ, բոդի ռամայի ներկ ունեմ, ջերմամիկուսիչ ներկ ունեմ ու սենց ոնց որ արկերը փչելու ներկ ունեմ։ Այս բոլորը թիթեղների վրա ներկել եմ, սենց պալոսկեկ եմ արել։ Հետո այդ ամեն ինչը վրա սենց խազեր եմ արել, գցել եմ աղաջրով վաննայի մեջ, իդեպ ես ամենասկզբից մտածում եմ որ աղաջրի մեջ գցելով ինքն իրան կսկսի ժանգոտել, բայց պարզվեց ոչ։ Անընդհատ պետք է իրան օդափոխել, որպեսզի ինքը թթվածնի հետ մտնի ռեակցիայի մեջ ու սկսի հետեւյալ հատվածից ժանգոտել։ Այդ ես հետո իմացա, բայց մոտավորապես 2 ամիս էս ամեն ինչի վրա անցել է ու բավականին լավ ժանգոտել է, այստեղ նայեք այս հատվածը որ չեմ ներկել ընդհանրապես ինչպիսի ուժեղ ժանգ է բռնել ու նաև թեստի համար շատ կարևոր է որ այս մեքենայի ժանգոտած հատվածները մտածում եք քիմիական տարբերակով մաքրել, դրա համար մի քանի տեսակի վերաբրզավացելներ բերեցի, փորձարկեցի, որպեսզի այսքան ներկերի մեջ կարողանանք հասկանալ որ մի ներկը որի վրա ոնց է աշխատել, առաջին հերթին պետք է ներկը քերել հանել, դրա համար ֆենով տաքացնում եմ, որ ավելի հավասարաչափ թիթեղից ներկը հեռանա
ու տվյալ խազի հատվածները տեսնենք ոնց է ժանգ ուտել, ժանգը ինչքան խորն է ներթափանցել։ Ու որպեսզի այսքան ներկերի մեջ կարողանամ ավելի օբյեկտիվ գտնվեմ, սկսում եմ ամեն ներկին համապատասխան միավորներ տամ ըստ որոշակի հատկություններ, որի ադգեզիան որքան լավ է եղել, որը խազվելուց ոնց է խազվում ու որն է ավելի շատ ժանգը ներթափանցել։ Ու մինչև կասեմ, որ ներկի մասին ինչ եմ մտածում, կուզեմ նախապես շեշտած լինեմ, որ այս ամեն ինչը իմ օբյեկտիվ կարծիքն է, հիմնված լինելով իմ անձնական փորձարկումների վրա, կարող է ինչ-որ տեղեր փորձարկումները սխալ եմ իրականացրել, բայց պայմանները բոլոր ներկերի ու նյութերի համար նույնն է եղել։ Այնպես որ եթե կլինեն մարդիկ, ովքեր որ կդժգոհեն հայտնածս կարծիքից, կարող եք գրել կոմենտներում, կամ եթե գտնեք, որ սխալ փորձարկում եմ իրականացրել, կարող եք արտահայտել ձեր կարծիքը։ Իսկ հիմա գնանք տեսնենք, որի շուրջ ինչ եմ մտածում։ Ուրեմն գանք ստեղ սրանից, բոլորը տենց ոնց որ մի շերտ է քսել, որը որ տեխնիկապես սխալ էր, բայց ընդհանուր պայմանները բոլորի համար էլ նույնն էր։ Մենակ այս հակակոռոզիոնը վատ է իրան դրսևորը, այս ներկը իրան վատ է դրսևորը, այս լավ է դրսևորը, այս լավ է դրսևորը, սրանք լավ են դրսևորը, այս հունականը իրան վատ է դրսևորը, այս ամենաթանկարոց ներքը էլի նույն ձևի է դրսևորը, իրան դրսևորել է այնպես, ոնց որ օրինակ հայկական քրաունը։ Ոչ մի տարբերություն չկա։ Ու խնդալուն գիտեք որն է, որ հայկական ներքին թերավատորենի վերաբերում դա ասում է հայկականը ինչ պետքա լինի, չգիտեմ, այդ շատ վատ է, որ հայկականի հանդեպ միշտ տենց վերաբերմունք ենք ունենում ի սկզբանե, բայց իրականում ուրախացել եմ, որտեվ հայկական ներքը բավականին լավն է դուս եկել, իր գին ու որակ հատկություններով, ասենք շատ ավելի լավն է, ստեղ որ նայում ենք հեսա օրինակ, այս շատ ավելի լավ է իրան դրսևորը, քան այս սարդից առած 9700 դրամանոց ներկա։ Ու լավ կլինի, որ հայկական ապրանքները հայ արտադրողը իր ապրանքի որակը միշտ պահի բարձրացնի, ոչ թե գցի, որովհետև շատ ժամանակ մի հատ ապրանք ես առնում, հետո հաջորդ անգամ մտածում ես լավն է, գնում ես առնելու, մեկ էլ տենում ես ապրանքի որակը գցել են։ Ստեղ իրականում ունեմ արդեն տեխնոլոգիան ճիշտ պահած ներկված թիթեղ, որը որ երկու շերտով եմ ներկել, հիմա ասենց հերթով նայելով գանք։ Ուրեմն, ստեղ այս ամենաթանկ ներկի հետքը ժանգը ոնց է մտել տակը, այս հունականն է, այս մյուսը գրունտ էմալ դալին է, այս մյուսը պրիսիժն է, ստեղ գալիս ենք արդեն պերմոլիտնն է, գիծը մաքուր է, հետո գալիս ենք քրաունը, էլի գիծը շատ մաքուր է, ու գալիս ենք դելֆին, ու հետո հակակոռոզիոնը։ Ուրեմն այսպես նայելով այս թիթեղին, որը որ բոլորը տեխնոլոգիան ճիշտ պահել եմ, պլյուս մինուս բոլորի մոտ նույն արդյունքն, բայց եթե նայենք գին որակ հատկանիշներով, ճիշտ ասած իմաստը չեմ տեսնում այս ներկերին այսքան գումար տալ, երբ որ օրինակ այս հայկական ներկերը նույն ձևով այրան դրսևորել, ոնց որ այս 9600-9700 դրամանոց ներկերը, կամ այս հունականը, որ բանկեն 4-5000 դրամ արժեր, բայց ընդամենը կես լիտր է։ Ու ասեմ, ստեղ մի հատ շատ կարևոր բան էլ, ստեղ եթե խազ ենք անում, ինքը սենց ճաք ծլեպ տալով է պոգվում, այս մեկը ավելի փափուկ է պոգվում, այս էլ է ճաքեր տալի, այս մի ներկը ավելի փափուկ է։ Երբ որ գալիս ենք այս մյուս ներկերին, այս դելֆին էլ է լավը, այսի քրաունն է, փափուկ քերվա, սրանք, այսինքն այս փափուկ քերվելը նշանակում է, որ ինքը կողքից ինչ-որ միկրո ճաքեր չի տալ, ինքը փափուկ դուրս է գալի, այդ լավ է, որովհետև ուզում եմ ռաման, մոնստերը սենց ներկով ներկեմ, դարակների մեջը սենց ներկով ներկեմ, որ ինքը խազ ընկնելուց, ինքը տենց ծլեպ չի տալու, սաղ իշքան ներկա, տակից տենց ինչ-որ միկրո ճաքեր առաջացնի, որ ջուր թափանցի ներս։ Այս մի թիթեղը մաքրել եմ այս նյութով, էլի ասել բոլոր ներկերն էլ վատ է ադգեզիան եղել, բոլորին էլ ժանգի ներթափանցելությունը շատ ավելի բարձր է, այսինքն շատ ավելի վատ արդյունք ենք ստանալու, քան եթե չօգտագործենք։ Ոնց որ շատերն են գրում ասում, որ ծլեպ է տալու, ճիշտ է։ Ոնց որ ներկա իրան լավ է դրսևորել, ներկա լրիվ վատ է դրսևորել, բայց ընդհանուր վերցված բոլոր ներկերները լավ չեն աշխատում նմանատիպ մաքրող միջոցների հետ։ Այս մի կողմը մաքրել եմ մենակ հայկական ժանգանողով, այս լիմպոյով։ Լիմպոն էլ իրան դրսևորել էր նույն ձևով, ոնց որ այն մյուս երկու ժանգանող նյութերը, ուղղակի լիմպոյի մեջ կար տարբերակ, որտեղ որ եւ ժանգանողն է օգտագործել եւ իր պասիվատորը ոնց որ արտադրողը խորհուրդ էր տվել, այդ մակերեսի վրա 3-ը մեկում ներկերը շատ ավելի վատ էին աշխատել, բայց մեքենայի էբաքսիդային գրունտները այդ մակերեսի վրա շատ ավելի լավ էր աշխատել պասիվատորով մաքրած մակերեսի վրա։ Ոնց որ այն ամենասկզբում էլ կասկածում էի, որ պասիվատորը օգտագործելուց հետո ներկերի ադգեզիան կարող վատանա, ոնց որ կասկածը ստեղին էր, իրական
իրականում անիմաստ բան այդ պասիվատորները ստեղ օգտագործել, գուցե իմաստ ունի օգտագործել այն հատվածները, որտեղ որ շերտավոր ժանգեր կա, բայց ոչ այս պարագայում։ Եթե ինչ-որ մեկը գիտի, որտեղ իմաստ ունի այդ ամեն ինչ օգտագործել, կոմենտներում գրեք։ Նաև ցույց տամ, թե ժիթքստի հետ ներկը ոնց է մտել ռեակցիայի մեջ։ Էս էլ է մտել, էսի շատ ուժեղ է մտել, էս պրոտեկտն է, էսի, էս ներքն է, դալինա, էս մեկի վրան ազդեցություն չի ունեցել, շատ, եթե ունել շատ աննշան, պրեսիժի վրա, բայց էլի քերվում է, ստեղ էս կոմի վրա, բոլոր ներկերի վրա էլի ազդեցություն է ունեցել, բացի քրաունի էս հակը կորոզիոնից, իսկ ավտոյի ներկերից, սրանց էս մեկը, որը որ հենց ինքը ռամայի ներկելու է, քերվում է էլի, հեշտացել է, բայց ինձ փուչիկ բան չի տվել, էս ջերմամեկչի վրա չի ազդել, սարքերի ներքի վրա չի ազդել, իսկ այս նովոլի ներկը, հանգիստ մատովանում ես դուս է գալի, նույնը այս բոդին, ընտրեմ, իսկ բոլոր ներկերն էլ ժիթքստի ծրակցայի մեջ են մտել, կեմ որ ուզենակ ներքը հանեք, ժիթքստով կարակ հանեք, ներքերկա շատ լավ ֆրակցիայի մեջ է մտնում ժիթքստի, քայքայում է ժիթքստի շատ արագ, ուրեմն այս 3-ը մեկում ներկերի դես կընտրեմ այս քրաունին է, որովհետև գին որա կարաբերակցությամբ շատ ավելի լավն է, քան օրինակ այս ամերիտը, որը որ 9600 դրամ փող եմ տվել, կամ այս օրինակ 5000 դրամը, այսինքն 2800 դրամով ստանում ենք նույն արդյունքը, ինչ որ 5000 կամ 9000 դրամ վճարելով, այս 2200 դրամը սրանից էժան էր, բայց որակապես այդքան լավը չէր, որքան էսի դրամը ու համել հայկական է, խթանենք հայկական արտադրողին, չգիտեմ։ Իրականում կուզենայի ամբողջ մեքենան 3-ը մեկում ասած ներկերով ներկեի, բայց քանի որ մեքենան կողքերից պետքա զամասկը կիրառեմ, դրա համար պետքա այբաքսիդային գրունտ փչեմ, վրա այդ զամասկանը հետո այբաքսիդային գրունտ փչեմ ու դրանից հետո նոր ներկեմ, ու ստեղ ընտրությունը մնում է բոդի ու նովոլի միջև ու իրականում մարդկանց մի մասը ինա գովում, մի մասը այնա գովում, որ նայում եմ սենց արդյունքները պլյուս մինուս երկուսն էլ նույնն են, չնայած նովոլի ներկա հենց էբաքսիդային գրունտի վրայից ավելի հեշտությամբ էր դուրս գալի, բայց իր խազից ներթափանցած ժանգը շատ ավելի քիչ էր, քան օրինակ բոդինը, բայց միևնույն ժամանակ բոդի ներկեն էլ շատ ավելի դժվար է քերվում։ Ստեղ նույնությամբ, երբ որ ավտոյի ներկերն եմ օգտագործել, բայց քիչ շատից իրան ավելի լավ է դրսևորել բոդի էբաքսիդային գրունտը այդ նույն հիմքի վրա, նովոլի էբաքսիդային գրունտը իրա ներկով էլի։ Եթե ինչ-որ մեկը օգտագործում է բոդի կամ նովոլ ու հստակ ամեն մեկի տարբերությունը գիտի, որը ինչով է լավ, խնդրեմ կոմենտներում գրեք, գոնեք օգնեք այդ հարցով էլ ավելի կոնորշան, որովհետև փաստացի թեստի արդյունքով երկուսն էլ պլյուս մինուս նույն բանն են, ոնց որ էական մի անգամից մեկի կողմը գնալ, ոնց որ այդքան չարժի։ Ներքի արդյունքները պարզելուց եւ վերջի կապ ազատագրելուց հետո վերջապես մյուս առավոտյան զբաղվում երկար սպասված թեստի անելով, որ պատկերացնեք 2 ամիս առաջ հասկացել էի սխալմունքը ու ոնց որ այդ 2 ամիսների ընթացքում ամեն օր մտածում եմ վերջապես երբ եմ թեստը իրականացնելու, որպեսզի տեսնեմ արդյոք խնդիրը լուծվեց, թե դեռ այս ամբողջ պրոյեկտը հարցականի տակ է լինելու։ Ու առանց իմաստուն էր եւս 1 ամիս ծախսել նոր կապեր սարքելու համար։ Չգիտեմ, այս անգամ լարվում եմ, ուսամ ամեն բան նորմալ կանցնի։ Առաջին թեստավորման կետը գլխավոր ճանապարհ թեքվելն էր, որտեղ որ թեքվում էի աճ, այդտեղ թումբը մեծ էր ու ոնց որ ինքը ագին թեքվածություն էր առաջացնում, ոնց հիշում եք նախորդ անգամ վիդեոն շատ թեքվեց, այստեղ հեսա տեսնում եք դախնեկարը, իսկ աճում արդեն նորն է, որով որ ագին թեքվածությունը պակասում է։ Հետո երկրորդ թեստով արդեն փորձում եմ զիգզակներով քշեմ արհեստականորեն խոչընդոտներ եմ փորձում առաջացնեմ, որովհետեւ տեսնեմ մեքենան ոնց է իրան դրսևորում թեք ճանապարհների վրա, այսպես առաջին հայացքից դες կարող է թվա թե մեքենան հարթ ճանապարհների վրա եմ քշում, բայց եթե նայեք նկարող մեքենայից կտեսնեք, որ կապոտը ահագին թեքվում է ու ոնց որ ըստ դրա կարաք հասկանաք ինչքանով է թեք այդ ճանապարհները։ Այստեղ նաև փորձել եմ ձմեռվա թեստից էլ նույն հատվածները, որտեղով որ անցել եմ նույն կադրերից գտնեմ, իրար հետ հնարավորինս սինխրոնիզացրել եմ, որպեսզի իրար հետ կարողանաք համեմատեք ճիշտ է կամերան նկարելու ժամանակ։ Այդքան ստաբիլ պահված չի, բայց եթե ուշադիր լինեք, կտեսնեք հստակ տարբերությունը։ Ուրեմն այս պայդրությամբ ամորտիզատորը միացրել եմ նոր կապերով, հիմա նաև փուչիկներն եմ որոշել փչեմ, որ նորից այս նույն լատոկները անցնենք, տեսնենք իրան ոնց է դրսևորելու։ Փչում եմ 3 ատմոսֆեր, նա մնաց այս մի կողմի։
նաև հին փորձարկումներից եմ կադր դրել, երբ որ առաջին անգամ փուչիկներով փորձում էի այդ ճոճը կանխարգել էի, բայց այդքան էլ լավ չէր ստացվում, ոնց որ կադրում տեսնում եք, փուչիկով ահագին շատ էլի ճոճվում է, բայց համատած առանց փուչիկ ավելի կարգավորված էր։ Իսկ հիմա այդ նույն հատվածով անցնում եմ նոր կապերով եւ փուչիկներն էլ 3 ատմոսֆեր փչված, արդյունքը դուք տեսնում եք, կոմենտներում գրեք, թե այս անգամ ոնց է։ Հիմա երբ որ այս վիդեոն էլ մոնտաժվում եմ, էլ ավելի եմ ուրախանում, որ կարողացա իմ ուզած արդյունքը ստանալ։ Ճիշտ է, այդ ամեն ինչի համար 9 ամիս ավելի ժամանակ պահանջվեց եւ 3-4 ամիս ավելյալ աշխատան այն դեպքում, եթե օգտագործեի ավելի հեշտ լուծումներ, բայց մեկը այդ չէր ստացվեին արդյունքը, որին որ ես ձգտում էի։ Կողքից բոլորը առաջարկում էին այդ հեշտ լուծումով տարբերակները, բայց մեկը ես ուզում եմ կիրառեի 0 տարսիոն, որտեղ գտնում եմ 0 տարսիոնի կիրառել ավելի ճիշտ է լինելու, որովհետեւ երբ որ ուսումնասիրությունները կատարում էի ամերիկյան եւ գերմանական ռեսուրսներում պնդում էին, որ 0 տարսիոնն ավելի ճիշտ է, քանի որ ռաման ավելի պրակտիկ ու ճիշտ է աշխատում, դրա համար ես էլ եմ ուզում 0 տարսիոն ունենալ։ Ճիշտ է, ինֆորմացիա ունենալ այսօրվա դարում շատ հեշտ է, բայց այդ ամեն ինչը գիտելիք դարձնելը շատ ավելի բարդ ու դժվար է, որովհետեւ պետք է անես, փորձես, մինչեւ այդ ամեն ինչը դառնա քո։ Ու քանի որ կողքից էլ չկային մարդիկ, ովքեր որ ունեին այդ փորձը, ես ինքս այդ փորձը ձեռք բերելու համար արել եմ 3-4 ամսվա աշխատանք, լիքը անգամներ փորձարկել եմ, որը որ դուք տեսել եք, տարբեր մոդիֆիկացիաներ եմ փորձել անել, մինչեւ որ ստանամ իմ ուզած արդյունքը, մինչեւ այն պահը, որ կարողացա հասկանամ, որտեղ եմ սխալ թույլ տվել, որովհետեւ իրականում առանց սխալ թույլ տալու հնարավոր չի նոր արդյունք ստանալ։ Այնպես որ մի վախեցեք սխալվելուց ու միշտ փորձեք անեք այն ինչ որ դուք եք ուզում, մի լսեք կողքինների կարծիքը, անկախ ամեն ինչից։ Ավելի լավ անել սեփական քայլը եւ սխալվել, քան չանել այդ քայլը, հետո փոշմանել, որ լսել եք ուրիշներին։ Ուրեմն մի հատ նախորդ կապերը ցույց տամ, այս տեստումներ, այստեղ օրինակ էսի սվարտկել էի, այստեղ այս կողմից սրա վրա քիչ է սվարտկել, հետո սրա վրա ինչ-որ շիշ է ֆռացել, որ այստեղ էս պատը հաստնար վերևի հատվածում հատկապես։ Ну սվարտքեն քիչ շատից նորմալ էլեկտրոդով ստացել եմ, բայց ընդհանուր վիզուալ տեսքը դուրս չէր գալել։ Այս մեկը հարմար է, իսկ հիմա այս նոր կապերի տեսքը։ Ասեք որ լավ է։ Ու հիշում ենք այն փաստը, որ կապինգ են բացելու համար բնակելի հատվածը պետք է ասես բարձրանա վերև։ Իսկ հիմա քանի որ կապերը տեղափոխել եմ ընդեղից ստեղ, բարձրանալու խանգարող հանգամանքներ կա։ Ստեղ սկզբում մտածում եմ, որ եթե ամեն բան նորմալ լինի, ռամեն այս հատվածից կկտրեմ, բայց ոնց որ երեք պապան տես փոշմանցրեց, բա անենց աշխատանեց, որ էսի պահես, կամ այս երկուսն էլ տեղափոխեց դեպի այն կողմ, գցի բռնի հասկացա, որ հնարավոր է անենց անեմ, որ մենակ այս վերևի հատվածը շորտամ հակառակից, ռամի այս հետևի հատվածը սս թեքությամբ կտրեմ, այս իջացնեմ ներքև ֆուրերի պես, ու այս թեքվելուն ընդհանրապես չի խանգարելու, այսինքն ընդեղից սկսած անկյունը մինչև հասնի ստեղ, ինձ լրի բավարար կլինի, որ դիմացը բացեմ։ Հիմա ոնց որ այս երեսի զակլոպկիքը պոկել եմ, ստեղ սրա պոկելը շատ ավելի դժվար է լինելու, դեռ հələ չգիտեմ ոնց եմ այս սրանք հանելու։ Ինձ թվում է մի անգամից էսի կկտրեմ վրեն կհանեմ հետո տեղում։ Պետք է այս թիթեղը հանեմ, այն որ երկու քայլ առաջ, մի քայլ հետ շարժվում ենք առաջ, տենց է ոչինչ։ Ճիշտ է, ամենաչսիրածս բանն է, որ արած գործդ նորից քանդում ես, նորից ես կրկնում, բայց ինչ որ մի նոր բան անելուն միակ տարբերակը է դա։ Դեռ անելուց հետո անցնում զակլոպկիքը անելու process-ին, որի վրա ահագին շատ չարչարվում եմ, կվալդելով, ծակելով մի ձև այդ ամեն ինչը անում եմ, բավականին ամուր կպած էր, նույնիսկ այդ զակլոպկիքի եզրերը ժանգոտած չէր, ինչը խոսում է ռամայի որակի մասին։ Այդ ամեն ինչից հետո մի հատ պլանշետով չափ ձև եմ անում, համոզում եմ, որ ճիշտ եմ մտածել, չափերի մեջ կտեղավորվեմ ու ռամանը սկսում եմ կողից կտրել։ Բավականին դժվար է, քանի որ օդի մեջ էր ու տարածքը նեղված էր, բայց կտրում վերջացնում եմ։ Ու քանի որ շուտով հասնել եմ նաև ներքին աշխատանքների իրականացմանը, ինձ անհրաժեշտ է լինելու խանութ, որտեղ որ կգտնեմ փայտանյութեր, 3D պանելներ, բամբուկային պանելներ կամ առհասարակ ինչը կարող եմ օգտագործեմ ներքին հարդարման համար, կխնդրեմ նմանատիպ խանութներ, եթե գիտեք, կոմենտներում նշեք, ահագին օգնած կլինեք։ Դե ինչ, այս անգամ համար այսքանը, չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, որովհետեւ տեսնենք այս ամեն ինչի վերջին ինչ ա լինելու։ Կտեսնվենք երևի թե 3 շաբաթից։ Լավ մնացեք։